Ես հիշեցնեմ մի դրվագ վերջերս ուրեմն մի ԿՊ-ական падգամավոր օրենսդրական փոփոխությունների նախագիծ էր ներկայացել ազգային ժողով, իդեպ շեշտեմ, որ կառավարությունը հավանություն էր տվել, խոսքը գնում էր, այսպես ասած, հարուստների տղաներին բանակից ազատելու օրենսդրական փոփոխության մասին, հետո այդ մարդը, տվյալ падգամավորը, ինքը ելույթ ունեցավ ազգային ժողովում եւ ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու իր իսկ բերած նախագծին, որովհետեւ այդպիսի առաջադրանք է իրեն իջացրել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մենք ինչ իրավիճակում ենք։ Նիկոլ Փաշինյանը, այսինքն վարչապետը նշանակվում է ազգային ժողովի կողմից, այն է իր падգամավորների կողմից եւ հաշվետու է այդ падգամավորներին։ Եվ այստեղ առաջադրանքները падգամավորները պիտի առաջադրեին։ Այնինչ իրենց վարչապետն է առաջադրանք դնում։ Այսինքն մենք ունենք բացարձակ միապետական համակարգ, որտեղ ազգային ժողովը ենթարկվում է վարչապետին, կառավարությունը իր իրավապահ մարմիններով ենթարկվում է վարչապետին, եւ այս ավտորիտար համակարգում իհարկե լինելու են ձերբակալություններ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր անհամաձայնություն են հայտնում իշխանությունների այս ավտորիտար եւ հակապետական քաղաքականությանը, կարող են հայտնվել բանտում։